Արսեն Միրզոյան, կառուցապատող ընկերության փոխտնօրեն։ Պարոն Միրզոյան, գազը մատակարարումն է, ինչպես հասկացանք, թիվ 1 խնդիրը, բայց դրան զուգահեռ նաև այլ խնդիրներ նշեցին մարդիկ։ Մենք ճիշտ հասկացանք, որ գազի խողովակներն անցկացված է, բայց Գազպրոմը չի ընդունում դա։ Չէ, սխալ եք հասկացել, որովհետև իրականում տենց չի, տեսեք, եթե սկզբնաղբյուրից գանք գազամատակարարման հետ կապված ինչի է ուշացել, որովհետև եթե ուսումնասիրեք ինչ փոփոխություններ են եղել ընդհանրապես գազամատակարարման, գազասպառման համակարգերի միացման հետ վերջին տարիներին, արդեն պարզ կլինի հիմնական խնդիրը ինչ է եղել, որովհետև մենք ի սկզբանե կառուցապատումը մեկնարկելիս տեխնիկական պայման ունեցել ենք, որը մինչ օրս գործում է իհարկե, բայց ցավոք սրտի 2000, եթե չեմ սխալվում, 23 թվականին, 22-23 թվականներին, եթե տեղյակ եք, Երևան քաղաքում լուրջ գազամատակարարման խնդիրներ առաջացան կապված գազի ճնշումների եւ գազի քանակի հետ, պայմանավորված բնականաբար մեծ թվով նոր կառուցապատումների հետ եւ մոտավորապես երևի տարի ու կես Գազպրոմը Արմենիան Երևան քաղաքում չէր տալիս տեխնիկական պայման նոր կառուցվող շենքերի համար, թեպետ մեր տեղ պայմանը դրանից առաջ էր ստացված եւ կառավարության հետ համատեղ ներդրումային ծրագիր իրականացվեց 23-24 թվականներին, որը մինչ օրս շարունակվում է, ինքը ինչ էր իրանից ենթադրում, որ եթե չեմ սխալվում, քաղաքի 4 ուղղություններով գազամատակարարման նոր միջին ճնշման խողովակաշարեր կառուցվեցին եւ պետությունը ըստ էության մասնակից եղավ այդ ներդրումային ծրագրին, որովհետեւ այն ընկերությունները, որոնք դրանք իրականացնում են, բավարար ֆինանսական միջոցներ չունեին։ Այդ ուղղություններից մեկը նաև կարծեմ սա հյուսիս-արևմտյան ուղղությունն է համարվում, որ այս տարածքի համար նոր խողովակաշար կառուցվեց։ Պրոբլեմը նրանում է եղել, որ մենք ենթադրելով, որ տեխնիկական պայման ունենք, այսինքն գործող տեխնիկական պայման, դրա շրջանակներում են աշխատանքները իրականացնելու, բայց պարզվեց, որ Գազպրոմ Արմենիան այդ ծրագիրը հաշվի առնելով եւ այն որոշումը, որը 23 թե 24 թվականներին կառուցվել է, հարկադրաբար միացման վճար է սահմանել գազամատակարարման համակարգին, որը նախկինում ուղղակի գոյություն չի ունեցել։ Այսինքն կառուցապատողը ինքը իր միջոցներով գազամատակարարման համակարգի խողովակաշարերը անցկացնում էր, բայց միացման համար որևէ վճար չկար։ Հիմա այդ վճարը սահմանված է, որը բավականին մեծ գումար է, մեկ բնակարանի, այսինքն ավելի շուտ ասած 1 խոնարհ մետր ծավալի համար, եւ դրանով պայմանավորված է եղել մեր բարդությունները եւ երկարատև բանակցությունները, բայց կարող եմ տեղեկացնել, որը կարող եք թե Գազպրոմից հարցում անել, թե նույն այն մնացած բոլոր մարմիններից, որոնք կապ ունեն այս գործընթացի հետ, երկարատև բանակցությունների արդյունքում եւ նաեւ տեխնիկական, ֆինանսական եւ այլն արդեն նախորդ շաբաթվա 5-շաբթի օրը վերջնական ամբողջական դիմումը ներկայացրել է Գազպրոմ Արմենիա, որը փոխհամաձայնեցված է բնականաբար մատակարար կազմակերպության հետ եւ ակնկալում ենք երեկվա խոսակցություններով առավելագույնը ոնց որ 3 շաբթի օրը վերջնական պատասխան փաթեթը ստանալու ենք, որից հետո արդեն գործընթացը գործնական փուլ է մտնելու։ Այդ դրան նախորդել են բազմաթիվ այցելություններ, նաև Գազպրոմի համապատասխան մասնագետների կողմից, ասեմ ավելին, այսօր էլ 2-ից 3 ժամանակահատվածում վերջիններս մեծ խմբով այցելելու են ստե, արդեն տեխնիկական աշխատանքները իրականացնելու համար որոշակի փոքրիկ նախագծման, տեղադրման եւ այլն աշխատանքների համար, ինչ վերաբերում է կառուցված խողովակաշարերին, դա ինչ որ թյուրիմացություն է իրականում կամ ամբողջությամբ ճիշտ չի հասկացվել, բայց ինքը փոքր կոմպոնենտ ունի։ Մենք փոքրիկ մի երկու տեխնիկական հարց ունենք այդ խողովակաշարերի անցկացված խողովակաշարերի փոփոխություն անելու հետ կապված, որը ընդամենը օրերի հարց է, որը բնականաբար իրականացվելու է զուգահեռ, ոչ թե ավարտից հետո, եւ այսօրվա այցելության նպատակն էլ դա է, չնայած որ մենք արդեն Գազպրոմի հետ ֆիքսել ենք այդ մի փոքր երկու հանգույցում փոփոխություն իրականացնելու թե ձևը եւ թե տեխնիկական լուծումները եւ այսքանը, այսինքն մենք արդեն գործնական փուլ ենք մտել եւ վերջիններիս հետ քննարկման արդյունքներով իրենց կողմից բարձրաձայնված ժամկետները հետեւյալն են, որ մեր դիմում ներկայացնելու օրվանից հաշվարկված առավելագույնը 1.5 ամսվա ընթացքում մենք փաստացի այն ինչ որ մնացել է աշխատանք անելու, որը վերջին կտորն է դեպի այդ նոր տեխնիկական պայմանով սահմանվող գազատարին միացման հանգույց եւ նաեւ դրան զուգահեռ որոշակի ժամկետից հետո ենթադրում ենք մի 20-25 օրից հետո ներտնային մոնտաժների մեկնարկ կսկսի եւ 1.5 ամիս հետո արդեն մենք փաստացի կունենանք արդեն գազ
մեր կառուցած խողովակաշարերում եւ բոլոր շենքերում։ Այսինքն կառուցված խողովակաշարերը պետքա փոխվի, հա։ Ոչ։ Իսկ որ ասում եք միացման գումար, ինչ գումարի մասին է խոսքը, որ ասում եք բավականին հանգար։ Այդ գումարը 1 խորանարդ մետրի համար կազմում է 172,000 դրամ, որը բաժանորդագրման գումար է սահմանվել պետության, այսինքն ցենց ասեմ, ոչ թե Գազպրոմի կողմից, այլ Գազպրոմի ենթադրում են պահանջով հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման, որը վերաբերում է միայն Երևան քաղաքին։ Դրանով իսկ այդ գումարը Գազպրոմ Արմենիան ստանալով փոխհատուցելու է պետությանը իր կողմից արած ներդրումային ծրագրի շրջանակներում, այսինքն պետությանը գումարը հետ է տալիս։ Դա բաժանորդ դառնալու գումարն է։ Այո, բաժանորդ դառնալու գումարն է, բնակ չի։ Տեսեք, Տեսեք, չէ, կառուցապատողը առանձին վճարելու հարց որպես այդպեսին ընդհանուր առմամբ չկա։ Սահմանված է, որ 1 խորանարդ մետր գազի համար այդ խողովակաշարերին միանալու համար բացառությամբ Երևան քաղաքում այդ նոր խողովակաշարերին կազմում է այդքան, դա հանրային փաստաթուղթ է, բոլորը կարող են տեսնել։ Այս բան խնդիրը լուծելու համար մենք որպեսի չընկնենք տենց բնակիչների հետ, այս երկարատև գիտենք, այս խնդիրները բոլորից քաջ ծանոթ, մենք հետևողական ենք այդ առումով, մենք ինչ որ միջոցներով այս պահին այդ խնդիրը լուծելու ենք, այսինքն ինչ որ վարկային միջոցներ եւ այն, որի գործընթացը սկսել ենք արդեն, մենք կապահով ենք գազասպառման համակարգում այդ գազը անհրաժեշտ քանակությամբ, մնացած հարցերը տեխնիկական են, այս բան չի ուզեն դրան անդրադառնալ, էլի։ Ինչ վարկի մասին է չհասկացա։ Դա ասենք այդ ռեսուրսները օդում կախված չեն, հա, մեծ գումար է, մոտավորապես առաջի փուլի համար գրեթե 500 միլիոն դրամի սահմաններում գումար պետք է մուծվի եւ այդ գումարը ոչ ոքի գրպանում դրած չէր եւ չենք սպասում, էլի, որ այդ գումարը պետք է անենք, մենք ինքներս մեր ռեսուրսները օգտագործելով այդ առաջնային մուծումը ամբողջական իրականացնելու ենք։ Կներեք, այսինքն այդ բաժանորդ դառնալու գինը նոր է սահմանվել։ Իհարկե նոր է սահման, ամբողջ խնդիրը դա է։ Կնքում այդ պայմանագրեր։ Բնականաբար, դա անեց պարզ բան է, ժողովուրդ, դուք կարաք հանգիստ հարցում անեք պետական մարմիններին եւ այլն, մինչեւ 23 թվականը գազասպառման համակարգին միացումը որևէ վճար չի սահմանվել, որը շատ տրամաբանական է, որովհետեւ ամբողջ աշխարհում է տենց, երբ որ դու մատակարար ընկերությանը միանում ես, ինքը դրանից շահույթ է ստանում իր ծախած, հա, էներգետիկ ռեսուրսի համար, իսկ այս դեպքում ցավոք սրտի մեր մոտ ամեն ինչ սենց է, այսինքն մի հատ միանալու համար ենք վճարում, հետո մի հատ էլ ծախսած այդ ստացած գազի կամ էլեկտրաէներգիայի կամ եւ այլնի համար։ Խնդիրը դրանից է եղել, այսինքն ինքը պլանային ծախս չի եղել եւ կառուցապատողը այն համակարգը, որը պետք է կառուցեր, արդեն իսկ կառուցել է։ Այդ փոքրիկ երկու հատ տեխնիկական խնդիրը միշտ էլ լինում են, այդ արագ լուծելու հարց են, ասեմ տենց, միջև 1 շաբաթվա ընթացքում, որը Ինչի մասին եք խոսում։ այդ որ ասեցիք խողովակաշարի հետ կապված, որ Գազպրոմը պատասխանել է, որ որոշակի խնդիր կա, դա ամբողջ համակարգին չի վերաբերում, ընդամենը մի քանի մետր ճյուղային հանգույցների է վերաբերվում, որոնք արդեն իրանց հետ ֆիքսել ենք դրանց լուծումները, այսօր մասնագետները գալու են արդեն դրանց գործնական փուլ մտնելու համար պայմանավորվածություն ձեռք բերենք եւ այլն, այսինքն դրանք հաշվենք չկան այդ խնդիրները իրականում, էլի։ Իսկ Վեոլիայի եւ Հեցի հետ խնդիրներ ունենք։ Հեցի հետ խնդիր չունենք, բացարձակապես բոլորը բաժանորդ են Հեցի հետ արդեն։ Ջրի հետ կապված ոչ, որովհետեւ ընթացակարգերն են մի քիչ երկար, ի տարբերություն Հեցի եւ Գազպրոմի, որոնք իրենց ենթակառուցվածքների սեփականատերերն են, Վեոլան կոնցեսիոն պայմանագրով կառավարիչ է ջրային համակարգի Հայաստանի Հանրապետությունում եւ այս բանի բնակիչները բացարձակ ջրամատակարարման խնդիր չունեն, մեր կողմից կառուցված պոմպակայաններով եւ մագիստրալ գծից մեր արդեն միացած, մենք ոնց որ գլխավոր հաշվիչով բաժանորդ ենք կառուցապատող ամբողջ ջրային համը, մենք մատակարարում ենք, շահագործման ակտը ստանալուց հետո պոմպակայանները կառավարության որոշմամբ հանձնվում է Հայաստանի Հանրապետությանը իդեմս ջրային կոմիտեի, վերջիններս պայմանագիր են կնքում Վեոլայի հետ դա սպասարկելու հետ կապված եւ դրանից հետո նոր ժողովուրդը արդեն բաժանորդային դիմում է գրում, այնտեղ վճարի ոչ մի բան սահմանված չի։ Պոմպակայանը կառուցված է արդեն։ Շատ շուտվանից եւ պոմպակայաններով։ Ստանցնելու է համապատասխանում է իր։ Բնականաբար, որովհետեւ նախագծերը համաձայնեցված է իրանց հետ, անգամ պոմպերը, բոլոր այդ մանրամասները ինչ կա համաձայնեցված է, բոլոր փաստաթղթերը մեզ մոտ է, այսինքն այնտեղ զուտ պրոցեդուրալ տեխնիկական վիճակ է, ոչ թե իր կողմից ինչ որ չստանձնելու խնդիր է, բայց դա այս պահին բնակիչների որևէ ձևով չի խանգարում, էլի։ էլի։ Չեն վճարում արդեն։ Դա այս պահին ոչ։ Դուք վստահեցնում կամ հավաստիացնում եք, որ բնակիչները մոտ ապագայում կունենան գազամատակարար։ Միանշանակ, որովհետև դրան փաստող փաստաթղթեր կան արդեն իսկ վերջնական դիմումներ, պատասխանը կստանան կհրապարակենք եկող շաբաթվա ընթացքում եւ արդեն գործնական փուլ է։ Անկամ կարան մարդիկ այսօր է որ ասում եմ 2-ից 3-ը գալու են մեծ խմբով,
Երևանի ԳԳՄ-ից են գալու, կենտրոնից եւ այլն, կարա ինչ որ մեկը անգամ մնա տեսնի այդ աշխատանքները, բայց դրանք թափանցիկ են, էլի ոչ մի։ Վճարումից կախված չի այդ վարկային վրա ասացիք։ Վճարումից չէ, այն փաստաթղթերին, որոնց հիմա սպասում ենք, դրա հետ բացարձակ կապ չունի, ստանալուց հետո այդ վճարը իրականացվելու է, բայց դրան զուգահեռ մենք արդեն այն բոլոր նախապատրաստական աշխատանքները իրականացնելու ենք, այսինքն որ խոսում ենք 1.5 ամիս, դա եւ մնացորդային այդ գազատարի կառուցումն է, որը մի քանի, չգիտեմ, կարող է 50 մետր լինի, հա պայմանական։ Մի քանի այդ տեխնիկական շտկումներն է եւ դրան զուգահեռ անգամ ներտնային մոնտաժների իրականացումն է, որը իհարկե պետք է իրականացվի արդեն այս դրա այդ вообще ընդհանրապես կառուցապատողը ոչ կապ ունեցել երբեք ոչ էլ կունենա, այնտեղ ներտնայինը հաշվի չհանգույցից սկսած միջև բնակարան համապատասխան վճարի դիմաց Գազպրոմի հետ է իրականացում, թե կառուցապատողը գործառույթ չունի։ Եկե մի հատ հարցելի կներեք կապված այս ցրտերի հետ, որոշ մարդիկ ցույց տվեցին, որ իրանց տանը ասենք պայթել այդ առաջի հարկի ջրախողովակները, կանալիզացիայի ջուրը լցվել է, սառույցը երկրորդ հարկ, այդ վնասները սանիտարական։ Տեսեք, մենք ոչ միտեղ կորած չենք, ստեղ ենք էլի, միշտ ու բնակիչներն են միշտ ցանկացած հարցով ստեն, տեխնիկականը չինական հարցով պարոն Առաքելյանն է միշտ ընդունում, բնակիչներին տես կոնտակտի խզում չկա, ի տարբերություն շատ այլ դեպքերի, երբ որ չեն կարողանում կառուցապատող գտնել, տեսեք, ինքը նոր օրգանիզմ է բնականաբար, այո, ջեռուցման տոտալ բացակայության, այսինքն որտեղ տեղային մարդիկ հոսանքով են ջեռուցումը իրականացնում, մենք է պարտավորվել ենք միջև գազի մատակարարումը փոխհատուցել այդ ծախսերը, խնդիրներ կարող են լինել, անգամ որովհետև նաև նոր շենքեր են, ահռելի օրգանիզմ է եւ այս մեկնարկային փուլում միշտ խնդիրներ լինում են, բայց այդ ամեն ինչն է լուծվում են, մենք հետեւական նայում ենք եւ բնականաբար այս հարցերը այս տարվա ընթացքում արդեն երբ որ տեղ են գնեն հաջորդ ձմեռային ջեռուցվող սեզոնում մենք այդ նույն պատկերը չենք ունենալու եւ անհատապես բոլոր դեպքերին էլ անդրադառնում ենք, ես չգիտեմ, տենց դեպք կա, որ դիմել են, մենք որևէ արձագանք չենք տվել։ Տեսեք, բնակիչները նաև հիշում են, որ քառակոմ հանդիպում են ցանկացել, բայց Գազպրոմը, ինչպես նաև կառուցապատողը հրաժարվել են։ Ինչու եք հրաժարվել այդ հանդիպումից։ Ես բացարձակապես տեղյակ չեմ մեզ պահանջից որևէ, որից մենք հրաժարվել ենք, տենց բան չի եղել։ Քաղշինը ասել է, որ կառուցապատողը Գազպրոմը չեն պատասխանել հանդիպմանը։ Տենց բան չկա, որովհետև ես չգիտեմ այդ ինֆորմացիան որտեղից է, մեզ Քաղշինի հետ գրավոր աշխատում ենք, Քաղշինի բոլոր գրավոր հարցադրումներին պատասխանում ենք, այդ թվում ձեր վերջին նամակին բնակիչների, որովհետև էլի կոլեկտիվ նամակ էր եղել, մենք ստացել ենք դա անցած 5 շաբթի օրը, եթե չեմ սխալվում, գազի հետ կապված հարցադրումներին, որին մենք հենց հաջորդ օրը պատասխանել ենք տեղեկացնելով, որ արդեն օֆիցիալ դիմումը ներկայացվել է Գազպրոմ եւ գործընթացը մեկնարկել է։ Սա իրանց գրությունն է, հոկտեմբեր ամսվա վերջին պետք է արդեն իսկ ավարտած լինեին, հնարավոր է ավարտել այդ գազամատակարարման հետ կապված աշխատանքները։ Սա անցած տարի է գրությունը եղել, մենք ստե հա մի քիչ ժամանակի շեղմախնդիր եղավ, որովհետև Գազպրոմի այդ վերջնական այդ պայմանավորվածությունը մի քիչ տևեց, բայց հիմա փաստ ունենք, էլի, հիմա հասկանալի է, որ ձգձգումներ միշտ էլ հնարավոր են լինել, բայց այսօր կարակ էլի Գազպրոմ կարծեմ գրությունել են գրել բնակիչները, Գազպրոմը եկող շաբաթ իրանց է կպատասխանի այն բովանդակությամբ, ինչ որ ձեզ ներկայացրեցին։ Instagram-ի էջում գրել եք, որ գազամատակարարումը կա արդեն հոկտեմբերի 5-ին 2022, որ գազամատակարարման հարցը լուծվել է։ Ես գրառումից տեղյակ չեմ, ինչ գրառման մասին։ Այդտեղ գրած չի, որ լուծվել է, այդտեղ մենք Գազպրոմի հետ սկզբից պայմանավորվածություն ունենք, որ փուլային ներտնային մոնտաժը սկսեն, մենք տեղեկացրել ենք, որ այդ ներտնային մոնտաժի հետ կապված դիմումները արդեն կարող են ընդունվել։ Դա Գազպրոմի հետ բանավոր պայմանավորվածության արդյունքում է եղել։ Չէ, դա քաղաքաշինական գործունեություն է, Գազպրոմ Արմենիան դրա հետ որևէ կապ չունի, տեսեք, շինարարության մեջ միշտ է կարան խնդիրներ լինել, տենց բան չկա, որոնք շտկվում են բնականաբար, էլի։ Գազպրոմը լիցենզիայի աշխատանքներ իրականացնելու հետ կապված գործառույթ չունի, դա քաղաքաշինական գործունեություն է, ոնց որ հոսանք քաշելը, շենք սարքերը, դա էլ մի բան է, էներգետիկ բնագավառի լիցենզիայի շրջանակներում իրականացվում են։ Գազպրոմը քաղաքաշինության կոմիտեն է տալիս այդ լիցենզիան։ Գազպրոմ Արմենիան վերջում ընդունում է այդ աշխատանքները եւ ես երևի տենց դեպք Գազպրոմ Արմենիանը չի կարա նշի, երբ որ գնացել է աշխատանք ընդունելու եւ առանց որևէ դիտարկման, առանց բանի, նորմալ է, դա դրա մեջ տարօրինակ բան չկա, փառք Աստծո, այդ խնդիրները շատ հեշտ լուծելի են եւ որևէ տենց ինչ որ
բացել ներկայացրած կամ պատկերացրած, որ պետք է այդ խողովակները թափվեն, չգիտեմ, նորից ավեն, բնականաբար չկա, դրան բոլորը ականատես են լինելու եւ այդտեղ որևէ բան թաքցնելու խնդիր էլ չկա։